Բարի երեկո ձեզ, սիրելի հայեր, քույրեր, եղբայրներ, կարևոր միտք եմ ուզում փոխանցեմ ձեզ, որը կապված է երկրորդ գալուստի հետ, Հիսուս Քրիստոսի վերջին ժամանակների։ Սիրելիներս, ես հասկանում եմ բոլորիդ, ովքեր ընտանիքներից են դուրս եկած, նաև ովքեր ընտանիքներից չեն դուրս եկել, մանկատանում են անցկացրել և անցկացնում սիրելիներս, այն միտքն է, որ մի տրվեք մարդկային սիրուն այնքան, որ դուք կուրանաք աստվածային սիրուն, որովհետև եթե դուք հոգևորի մեջ չեք, դուք աշխարհիկ եք, իմացեք, որ եթե դուք սիրում եք մարդուն ավելի շատ, քան Աստծուն, որովհետև դուք չեք ճանաչում Աստծուն, իմացեք, որ դա կխանգարի ձեզ ձեր հոգևոր փրկության համար վերջին ժամանակներում, որ դուք հափշտակվեք Աստծո հետ, սիրելիներս, որովհետև մարդը Աստված չէ, մարդը դալար խոտի պես է և կչորանա կեթա, բայց սիրելիներս, Աստված հավիտենական է, և եթե դուք ուզում եք հավիտենության մեջ ապրեք, իսկ դա մենակ միայն հոգով է լինելու, ոչ այլ տարբերակում, դուք պետք է ապաշխարեք, ձեր բոլոր մեղքերը վերցնեք, որպեսզի Աստծուն հայտնեք և նա ձեզ թողություն տա և քավություն ձեր քայլերով, բարի գործերով, Աստծո խոսքին ճանաչելով, ծառայելով իրեն, սիրելիներս, ի վերուստ ծնվեք, ամենակարևորը, որ մեղք չգործեք, սիրելիներս, սխալներ գործեք, բայց մեղք չգործեք, այսինքն գիտակից մեղք, ծառայեք Աստծուն, սիրելիներս, կարդաք, զարգանաք Աստծո խոսքով, 6 զարգացման փուլերով, գնաք 7-րդը Աստվածն է, պատրաստ լինեք ամեն պահին, որ լինի երկրորդ հափշտակությունը և դուք լինեք ընտրված, սիրելիներս, որովհետև ձեր նման միլիարդավոր մարդիկ կան, որոնք պետք է ընտրվեն, բայց դուք պետք է արժանի լինեք դրան, և դուք էլ եք արժանի, ինչպես բոլորը, ցավոք սրտի, ովքեր այս աշխարհը իրենց դրախտն են որպես ընտրել և նախընտրում, իրանք չեն փրկվելու, իրանք եթե գնան 666-ի հետևից, դա սատանայի գաղափարախոսությունն է, նյութական դրախտ և ոչ միայն, նաև դժոխքն են որպես դրախտ համարում, մի տրվեք, սիրելիներս, ճանապարհ, ճշմարտություն ու կյանքը միայն Հիսուս Քրիստոսն է, լավ կացեք։